Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին արդեն սկսել ենք 3-րդ երկի 8-րդ գլուխը։ Առաջի 7-րդ գլխում դրանից առաջ Վիդուրան ինքը ընդհատեց իր հոգեվորոշուցչին, ներկայացրեց, թե մինչև այդ պահը իր փոխանցած գիտելիքից ինչ է հասկացել, կարևորեց հոգեվորոշուցչի դերը հոգևոր կյանքում, որովհետև իրականում հենց հոգեվորոշուցիչներն են, որ ռեալ շատ մեծ դեր են կատարում մեր կյանքում, ինչու համար, որովհետև իրենք օգնում են մեզ, որպեսզի մենք ճիշտ կարողանանք հասկանալ սուրբ գրվածքների մեջ այդ թաքնված իմաստները, հա, եւ ճիշտ կազմակերպենք մեր հոգևոր կյանքը։ Ինչու էր արիացիների համար սա շատ կարևոր էր, որովհետև արիական գաղափարախոսությունը ինքը խոսում է ոչ միայն նրա մասին, որ մարդը ինքը կրոնական մարդը ինքը պետք է պահպանի բարոյականության օրենքները եւ ասենք այդ բարոյականության օրենքները պահպանելու դիմաց Աստծուց ստանա նյութական բարգեւներ, որպես պաշտպանվածություն եւ նյութական երջանկություն, չէ, այլ եւ հոգեվոր մարդու գլխավոր նպատակը միշտ պետք է լինի հասնել, ուրեմն վերականգնել իր հոգեվոր դիրքը հոգեվոր աշխարհում եւ այդ իմաստով մենք պետք է հասկանանք, որ այդ ճանապարհը ամենալավը հասկանում են այն հոգեվորուսուցիչները, որոնք իրենք հասել են կատարելության, այսինքն հանդիպել են Աստծուն։ Սա մեր ժամանակներում Հնդկաստանից բացի մնացած ամբողջ աշխարհում շատ ուրեմն անսովոր թեմա է, որը այս պահին Հնդկաստանի արիացիները իրենք այսպես համառորեն հանել են այս գիտելիքը ամբողջ աշխարհի համար դարձրել հասանելի, մատչելի եւ մեծ ճիգեր են գործադրում, որպեսզի մարդկությունը ինքը հոգևոր զարգացում ապրի։ Եվ այսպես, սիրելիներս, ուրեմն մենք ձեզ հետ երեք քննարկեցինք մի շատ կարևոր թեմա, որտեղ արդեն Մայտրեյան ինքը սկսեց պատասխանել, որովհետև Վիդուրան ինքը ոչ թե հարցեր տվեց, այլ խնդրեց, ինքը ասեց ես խնդրում եմ, այս ինչ որ թեմաներ բանարեց, չէ, թվարկեց, հա, ինչ որ թեմաներ թվարկեց եւ խնդրեց, ասեց ես խնդրում եմ քեզ, եթե կարելի է այս թեմաները ինձ համար բացատրիր։ Մենք ձեզ հետ քննարկեցինք մի շատ կարևոր հարց, որ մենք այստեղից Վիդուրայի խնդրանքներից հասկացանք, որ իրականում արիական քաղաքակրթության մեջ հոգեվորականները իրենք շատ լուրջ գիտնականներ էին, որովհետև մենք տեսանք, որ Վիդուրան ինքը հարցեր տվեց իր հոգեվորուսուցչին, որոնք օրինակ վերաբերվում էին բիոլոգիային, չէ, ինքը հարցեր տվեց կենդանիների մասին, կենդանական աշխարհի մասին, թե ասենք տարբեր տեսակի կենդանիների, որոնք իրենք տարբեր տեսակի ծնունդներից են առաջանում եւ այլն, այսինքն հարցերը իրենք շատ ծավալուն էին։ Ինքը հարցեր տվեց աստրոնոմիայից, չէ, ասենք ինքը հարցեր տվեց փիլիսոփայությունից, ինքը հարցեր տվեց հոգեվորից։ Եվ մենք կարողանում ենք հասկանալ, որ Վիդուրան ինքը շատ լավ հասկանում էր, որ Մայտրեյան ինքը այդպես մեր տեսանկյունից ոչ միայն հոգեվորական է, այլ եւ գիտնական։ Ես շատ եմ խոսում այդ թեմայով, որ գիտությունը հոգեվորից անջատել են աշխարհիկ մտածելակերպ ունեցող կենդանի էակները, որտեղ իհարկե իրանք չէին կարող, մարդը ինքը չի կարող հրաժարվել իր աշխարհը ուսումնասիրելու ունակությունից, այսինքն իր բանականությունից, բայց մյուս կողմից էլ ինքը, եթե արդեն աստվածաբեժության դարաշրջանն է, եւ սա նշանակում է, որ այստեղ ծնվում են աստվածամերժ կենդանի էակները, եւ միանգամայն բնական է, որ այդ աստվածամերժ կենդանի էակները իրանք չեն ուզում տեսնել իրենց տարածքում, չէ, այսպես ասած, Աստծո ներկայությունը, եթե մենք ըստ էության խոսենք։ Հիմա, սիրելիներս, եւ ուրեմն Մայտրեյան ինքը
շատ ուրախացավ, մենք երեք դրանով ավարտեցինք, չէ, սա իրականում այո, շատ նուրբ թեմա է, որ իրական հոգևոր մարդիկ իրենք մեծ ուրախություն են ապրում, տեսեք ասենք, չէ, կա երկու տեսակի Աստծո մասին խոսակցություն, չէ, եթե մարդիկ իրենք կառուցում են կրոնական աղանդ, ապա այդ կրոնական աղանդի առաջնորդները իրենք պարտադիր պահանջում են կամ ակնկալում են իրենց հետևորդների ավելացում։ Եվ սա իրականում, եթե լուրջ խոսենք, չէ, սա հենց ամենակարևոր սիմպտոմներից մեկն է, որի շնորհիվ մենք կարող ենք հասկանալ, մենք գործ ունենք իրական հոգևոր դաշտի հետ, թե հոգևոր աղանդի։ Հոգևոր աղանդը ինքը միշտ հետևորդի պայքար է մղում, հա, եւ այդպիսի աղանդների առաջնորդները իրենք երկու բան են պահանջում իրենց հետևորդներից։ Առաջինը դա աղանդի հանդեպ հավատարմությունն է, անկախ նրանից թե աղանդը իրենց հետ ինչ է անում, չէ, եւ ուրեմն դեպի աղանդ ուրիշ հետևորդներ բերելու ակնկալիքն է։ Այսինքն աղանդը ինքը միշտ ձգտում է տարածվի։ Հիմա, երբ որ գալիս է իրական հոգևոր գիտելիքը, ինքը գալիս է անհատի կյանք։ Եվ իրեն ընդհանրապես չի հետաքրքրում այդ հարցը, թե այդ անհատը ինքը այդ գիտելիքը կտարածի, ինքը այդ գիտելիքը չի տարածի, ինքը ինչ կանի, իրեն հետաքրքրում է մի հարց։ Ինքը այդ գիտելիքը կօգտագործի իր սեփական հոգևոր առաջընթացի համար, այսինքն ներքին աշխարհի հետ աշխատելու համար, թե ոչ։ Ուրիշ ոչ մի բան հոգևոր մարդուն, հոգևոր գիտելիքին, իրական հոգևոր մարդկանց չի հետաքրքրում այդ հարցից բացի ուրիշ ոչ մի բան, չէ՞։ Եվ երբ որ մենք ասենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք խոսում են Աստծուց, եթե մենք ասենք ինչ որ սիմպտոմներ կան, չէ, որոնք իրենք այսպես էլ իսևը սպիտակ են եւ շատ բարձ են։ Ոչ մեկտեղ ինչ որ բան չկա, որ ասենք եթե մարդը ինքը ուզում է հասկանա, թե ինքը ում հետ գործ ունի, ինքը պետք է ուշադիր նայի այդ երկու գաղափարին։ Պահանջում է արդյոք մարդը հավատարմություն, ուրեմն այն հասարակությանը, որը ինքը ստեղծում է, պահանջում է արդյոք հավատարմություն անկախ նրանից, թե ինչ է անում այդ հասարակության հետ, սա շատ կարևոր է, չէ՞, եւ ասենք պահանջում է արդյոք ինքը, որպեսզի իր հետևորդները, այսպես եթե մեր ժամանակակից լեզվով ասենք, քարոզեն իր հիմնադրած աղանդը։ Հա, եւ ուրեմն ասենք, այստեղ միանգամից կարողանում ենք հասկանալ, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը։ Հիմա եւ մենք տեսանք, որ Մայտրեյայի եւ Վիդուրայի միջև տեղի է ունենում այն, գիտեք ոնց էլի, իրական կրոնականության դաշտի այն զուլալ հարաբերությունները։ Որն են այն զուլալ հարաբերությունները, որ կա հիմա այս պահին կա աշակերտը, կա ուսուցիչը, չէ, եւ իրենց երկուսի համար էլ կարևոր է, որ հնչի հոգևորը, որ հնչի ճշմարտությունը։ Հասկանում եք, ես չգիտեմ էլի բարերով դա ոնց ասեմ էլի, որ իրականում, չէ, այդ հարաբերությունները իրանք, եթե կա անկեղծ աշակերտ եւ կա անկեղծ ուսուցիչ, չէ, այդ ինձ համար համենայն դեպս, այստեղ ես չեմ հավակնում էլի, որ բոլորը պիտի ինձ հետ կիսեն այս մտածելակերպը, բայց ինձ համար աշխարհում այդ հարաբերություններից ավելի նուրբ, այդ հարաբերություններից ավելի գեղեցիկ ոչինչ չկա։ Երբ որ երկուսն էլ իրանք սանաստրոյկա էլի, ոնց ասեմ, երբ որ երկուսն էլ իրանք տրամադրված են այդ ճշմարտության բաները, էլի ճշմարտության ալիքները, այսպես իրենց մեջ անցկացնելու, հասկանում եք, չէ՞, եւ դրանից գերագույն հաճույք ստանալու։ Եվ մենք տեսանք, որ Մայտրեյան ինքը շատ ուրախացավ, չէ՞, եւ երեք մենք դες հետ քննարկեցինք մի շատ կարևոր թեմա, որը
կարևորեց նաև Մայտրեյան, այսինքն ինքը մեզ ստիպեց, որպեսզի մենք մտնենք այդ թեմայի մեջ, դա ինչպես հիշում եք, տեքստեր էր, որտեղ Մայտրեյան ինքը ուրեմն խոսեց բանի մասին, չէ, խոսեց դրա մասին, որ Վիդուրան ինքը իր տոհմի ուրեմն արժանի ժառանգորդն է, չէ, եւ մենք տեսանք, որ իրականում, եթե ազնվորությունը մենք խոսեցինք դրա մասին, որ աստվածամերժության դարաշրջանում այդպիսի տոհմեր չկան, բայց արական քաղաքակրթության մեջ իհարկե, որտեղ սա իրական կրոնական կայսրություն էր, ապա պարզ է, որ այդտեղ կային տոհմեր, որոնք այսպես սերունդեսերունդ այդտեղ ծնվում էին մաքուր նվիրյալները, չէ, այսինքն տեսեք, մենք ստանում ենք մի հատ այսպիսի ուրեմն նկար, որ արական քաղաքակրթությունը երբ որ գործում է, չէ, ուրեմն այդտեղ երկու գործոն կա, երբ որ արական քաղաքակրթությունը գործում է, մաքուր նվիրյալները ծնվում են միայն բրահմանիկական կաստայում, մեկ էլ քշատրիների, այսինքն իշխանավորների կաստայում, բայց միայն եւ միայն որպես արքա, այսինքն որպես արական քաղաքակրթության առաջնորդներ, հա? Սա ինչու համար, որովհետև արական քաղաքակրթության մեջ պատահական, այսինքն ծնունդի մեջ խառնաշփոթ չկար, որտեղից էր այդ կարգավորվածությունը ստեղծվում, այն ստեղծվում էր, մենք դա բազմիցս քննարկել ենք, այդ կարգավորվածությունը ինքը ստեղծվում էր այն համակարգվածությունից, թե ինչպես էին արիացիները բեղմնավորում երեխա, հասկանում եք, եւ դրա համար այո, ամեն մի կաստան ինքը, ամեն մի կաստայի զույգերը, չէ, իրանք որակավորում ունեին իրենց կաստային համապատասխան հոգի կանչելու իրենց որպես զավակ, հա, եւ դրա համար բոլոր կաստաններում, չէ, երեխաները իրենք ժառանգորդներն էին իրենց տոհմերի եւ շարունակում էին իրենց տոհմերի գործերը, չէ, եւ ուրեմն, չէ, այսինքն ինչպես էր այդտեղ, օրինակի համար, բանվոր գյուղացիական, չէ, գյուղացիական չէր, քրիստիանство, հա, այն բանվոր գյուղացիության այդ բաները, ներկայացուցիչները, չէ, իրանք ուրեմն կային, նրանք ովքեր որ հող չունեն, չէ, եւ նրանք ծառայում էին նրանց համար, ովքեր որ հող ունեն, այսինքն, եթե խոսքը գնում էր գյուղացիների մասին, եթե խոսքը գնում էր, ասենք, բանվոր դասակարգի մասին, ապա ուրեմն կային սովորական բանվորներ եւ կային վարպետներ, չէ՞։ Հիմա, տեսեք, արական քաղաքակրթության մեջ, հասկանում եք, այն ազնվորությունը, որը ինքը այն նոր է մտնում իրական կրոնականության դաշտ, հա, ինքը ծնվում էր այն ընտանիքներում, այսինքն ուներ այդ որակավորումը, ինքը ծնվում էր այն ընտանիքներում, օրինակ գյուղացիների, որոնք իրանք հող չունեն, այսինքն իրանք չեն կարող ղեկավարել ուտելիքի բաշխումը, հասկանում եք, որովհետև, տեսեք, ասենք, չէ, հենց գյուղացիական հասարակարգի բանի շերտին է, չէ, տրված, ստանալ ամենակարևոր բանը, որտեվ եթե մենք այդպես լուրջ եք վերցնում, չէ, ապա բնության տեսակետից ապրելու համար ամենակարևոր բանը դա սնունդն է, եւ արիացիները հենց այդպես էլ համարում էին, որ եթե լուծված չի որակով սնունդի հարցը, չէ, ապա հասարակությունը հնարավոր չի տանել դեպի առաքինություն, որովհետև սոված մարդը ինքը անմիջապես իջնում է կենդանական բնազդների մակարդակի վրա, որտեղ ինքը սկսում է ուտելիքի պայքար, իսկ ուտելիքի պայքարը միշտ համապատասխանում է բնության մեջ դաժանության, հասկանում եք, բանը չէ, հիմա է, չէ, դա այդպես, որ ասենք, եթե ինչ-որ միտեղ հանկարծ Աստվածոջանի օրինակ շատ ավիրիչ երկրաշարժ է, չէ, տեղի ունենում,
դա բոլորի համար բացահայտ է, որ այդտեղ այո, շատ մարդիկ անմիջապես գնում են այդտեղ, որպեսզի փլատակների տակից մարդկանց անեն, եսի ինչ անեն, չէ՞, բայց կան մարդիկ, որոնք իրանք անմիջապես գնում են այդտեղ, որտեղ հասկանում են, որ այդ տների փլատակների տակը կա ոսկեղեն, կա փող, չէ՞, այդ մահացած մարդկանց տների մեջ, եւ իրանք գնում են կողոպտելու։ Հա, եւ մարդը ինքը միանգամից այդտեղ իր դեմքը ցույց է տալիս, չէ՞։ Հասկանում եք, ոնց որ ասենք նաև սպիտակի երկրաշարժի ժամանակ, չէ՞, ես այդ ժամանակ երիտասարդ էի եւ ասենք այդտեղ էլ էր, այդպես չէր որ ամեն ինչ էսպես ինչ որ բաներ էլի, երկրագույն էր, այդպես չէր։ Հենց այդ պարագայում, չէ, տարբեր տեղերից օգնություններ էր գալիս, չէ, հաց, բար, որտեղ մարդիկ ինքը, հիմա իր համար իր հանգիստանը նստած էր, մեկ էլ 40 վայրկյան էսպես արեց, եւ ամեն ինչը կոլորվեց, մարդը մնաց տկլոր փողոցում, ձմեռը, չէ, սուրտ։ Եվ ասենք այդ իմաստով մարդիկ հայտնվել էին շատ դժվար վիճակում, չէ, եւ այո, ամբողջ աշխարհը օգնում էր մեզ։ Եվ տեսեք, ասենք, նույնիսկ այդ պարագայում, չէ, մարդիկ էին գտնվում, որ այդ փողոցում տկլոր հայտնված մարդկանց հացը վաճառում էին, այն հացը, որը ուղակի ուղարկված էր, որպեսզի մարդկանց ուղակի այսպես բաժանեն, չէ, մարդիկ կային, որ իրանց ամենավերջի հագուստը հանում էին, ուղարկում էին այնտեղ, որպեսզի մարդկանց կարողանան օգնեն, չէ, իսկ մարդիկ էլ կային, որոնք հենց երկրաշարժի վրա հարստացան։ Եվ անձամբ ես միշտ ասում եմ, չէ, որ ես ինքս ճանաչում եմ 3 այդպիսի մարդու, որոնք իրանք շատ բարի, շատ այսպես սովետական միության մեջ կային էլի այդպիսի մարդիկ, որոնք իրանք ոչ կոմունիստներ էին, բայց շատ բարի եւ լավ մարդիկ էին, չէ, եւ սովորաբար հասարակությունը իրանք շատ սիրում էր։ Եվ այդ 3-ին մենք բոլորս այսպես շատ ջերմ էինք վերաբերվում, որպես շատ բարի, շատ այսպես էլի լավ մարդկային որակներ ունեցող ազնվորություններ։ Եվ իրանց հենց որպես այդպիսինը նշանակեցին, ասենք այդ հագուստների բանի որտեղ գալիս էին, այդտեղ ինչ-որ բեր էին կատարում, չէ՞։ Եվ դուք չեք պատկերացնում, ես բառերով չեմ կարող ասել, թե ես ինչ եմ ապրել, երբ որ ես իրանց տարիներ շարունակ, որտեղ հենց այդ ընթացքից մի քիչ հետո ես արդեն աշխատանքից դուրս եկա եւ գիտեք այնպես էր էլի որ հետո երբ որ իրանց տեսա թե իրանք ինչի են վերածվել հա այսպես մեքենան իմպորտի մեքենան այն ժամանակ էլ այդքան տակ չկար չէ սովետը նոր էր քանդվում ասենք այսպես իմպորտի մեքենաների բալալիները մատի այսպես ծայրով պտտելով այսպես աթերման էին գալիս այն մարդկանցից մի հատ հետք չէր մնացել հասկանում եք եւ ակնհայտ էր էլի թե այդ մարդիկ իրանք այդ օգնությունների հետ ինչ են արել որ միանգամից կարողության տեր են դարձել հարստացել են եսի միջեր արել հասկանում եք չէ ասենք այդ ամեն ինչը ինքը այդպես միանշանակ չի էլի թե ասենք բան է չէ իսկ արիական քաղաքակրթության մեջ չէ բոլորը իրանք ամենտեղ ծնվում էր իր կաստային համապատասխան հոգի հասկանում եք օրինակ ալիգարխների ընտանիքում այնտեղ չէր կարող ծնվել նարկոման չէր կարող պրոստը ինքը կարող էր ծնվել միայն ստրուկների դասակարգում հասկանում եք այ ստրուկները իրանք էլ են չէ երեխա ունենում մենակ իրանց մեջ կարող էին ծնվել արատավոր հոգիները եւ այդ գաղափարը որ ստրուկները իրանք ցածր բնություն ունեն, դա իրականում գալիս է արիական քաղաքակրթությունից, բայց մենք պետք է հասկանանք մեխանիզմը, թե արիացիների մոտ դա ինչու էր այդպես։ Հասկանում եք, իսկ տեսեք, աստվածամեջության դարաշրջանը սկսեց եւ մարդը իրեն թույլ տվեց արքային տանել եւ դարձնել ստրուկ։ Չէ՞։ Կամ թագուհուն տանել եւ դարձնել, չգիտեմ, անհարմար եմ զգում նույնիսկ ասել թե ինչ հասկանում եք չէ այս սա է էլի այդ որ աստվածամեջության դարաշրջանը սկսում ամբողջ տարածքը ինքը բացվում է հասկանում եք երբ որ կենթանիակների բնությունը ցածր է իսկ արիական
քաղաքակրթության մեջ, չէ, այդ տոհմի գաղափարը ինքը շատ կարևոր գաղափար էր, որովհետև ինչքան ավելի բարձր էր կաստան, այնքան ավելի բարձր էր առաքինությունը, այսինքն մաքրությունը, եւ այդ դա էր գրավականը, որ իրենց քաղաքակրթությունը լրիվ ուրիշ բան է եղել։ Ես միշտ ասում եմ, մեր համար իրանք այլմոլորակային են։ Ասել եմ, ասում եմ, ինձ արդեն չի հետաքրքրում, հասկանում եք, երբ որ այդ տգիտության կրկի գոյավիճակի ազդեցության տակ գտնվող անձնավորությունները իրանք այսպես գոռոզության հիմքի վրա հայտարարում են, որ իրանք արիացի են։ Եթե իրանք արիացի են, ես էլ բալերինկա եմ։ Այսպես է, ինձ համար սա այսպես է, ուզում եք մեղադրեք ինձ, ուզում եք մի ընդունեք, ուզում եք ինչ ուզում եք արեք։ Ինքը ճշմարտությունը այսպիսինն է, որովհետև արիացի դա նշանակում է շատ բարձր բարոյականություն ունեցող անձնավորություն, որի մեջ գոռոզության նշույլ անգամ պիտի չլինի, որովհետև բոլոր արիացիների համար պարտադիր որակները արիացիներ իրենք իրանց հասարակության մեջ չէին ընդունում, այ ազատությունից զրկում էին։ Ազնվորությունը, որը ինքը ուզում էր մտներ արիական քաղաքակրթություն, բայց ուներ գոռոզություն, գոռոզություն, խոնարհության բացակայություն, հակում ուներ բռնության հանդեպ, անհամբեր էր, եւ ճոխ կյանք էր սիրում, պրոստը տակ էլի ճոխ կյանք, ոչ թե որտեվ արժանացել էր, չէ։ Իրանք այդպիսի ազնվորություններին էին, որ պահում էին ստրուկի կարգավիճակում, եւ ստրուկ չէր նշանակում, որ իրան բանացնում էին ոնց ուզես, ջարդուփշուր էին անում եւ անում էին ինչ որ օրինակ ամերիկացիներն են արել սևամորթերի հետ, չէ։ Այդպես չէ, ստրուկը ընդհանրապես այդ կարգավիճակի մասին չէր խոսքը։ Իրանք ուրակի իրավունք չունեին ինքնուրույն քայլեր անեին, որովհետև եթե իրենց թույլ տային, որ իրանք մտնեն հասարակության մեջ, իրանք հասարակության մեջ մտցնելու էին արատը։ Իսկ արիացիների համար ահավոր կարևոր էր, որ հասարակության մեջ տիրի առաքինությունը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ համապատասխան, չէ, օրինակ ասենք, այնտեղ, այո, մաքուր նվիրալների ընտանիքում չէր կարող ծնվել ինչ-որ մի հատ անհասկանալի երևույթ, որը ոչ հոգևորով է հետաքրքրվում, որը ասենք կարող է հակում ունենալ, չգիտեմ, նարկոմանիայի հանդեպ, արատի հանդեպ, ինչ-որ խաղամոլության հանդեպ, ստի հանդեպ, ցածր մարդ, հասկանում եք, դա բացառված էր։ Եվ դրա համար, ասենք, արիական քաղաքակրթության մեջ այս խոսակցությունը ինքը շատ կարևոր էր։ Եվ երբ որ Մայտրեյան ինքը ասում է դու այս բաների արժանապատիվ Բաքու նվիրալների ցեղից ես եւ իրանց արժանապատիվ ժառանգը, չէ՞, դա հենց այդ դրա մասին է խոսում, որ իրանց մոտ այդպիսի ճուրիմացություններ չէին լինում։ Հիմա, բայց այդ պահին, երբ որ Վիդուրան եւ Մայտրեյան խոսում էին, չէ՞, արիական քաղաքակրթությունը ինքը արդեն այն վիճակում էր, որ պիտի վերանար, որպեսզի սկսվեր աստվածամերժության դարաշրջանը։ Եվ այդ դրա պատճառով արքայական ընտանիքում, ծնվեց Դուրյոդհանը։ Արքա դարձավ Դրիտարաշտրան, հոգևոր տեսանկյունից կույր անձնավորությունը, եւ ինքը իր 100 տղա ուներ, եւ այդ տղաներից ամենագլխավորը, այսինքն իր մեծ տղան, չէ, Դուրյոդհանը, ինքը բանսարկությունների եւ գժտությունների մարմնավորում, խորամանկության մարմնավորում էր, այսինքն բաժանելու, չէ, եւ ինքը հենց այդպիսի փորձ կատարեց, բաժանել, բաժանել կրոնականությունը, բաժանել կրոնականության ծիսակատարությունները կրոնականության էությունից։ Եվ այդ երկու մասին հենց բախեց քաղաքացիական պատերազմի մեջ։ Եվ ես միշտ ասում եմ, չէ, որ արիական քաղաքակրթության համար դա այսպես սուպեր ինչ-որ տարօրինակ երևույթ էր քաղաքացիական պատերազմը։ Հասկանում եք, եւ այդ թեման ինքը կարևոր էր եւ մենք անցյալ անգամ դա քննարկեցինք։ Հիմա ես կարդամ մեր այսօրվա տեքստը, ուրեմն 3-րդ երգ 8-րդ գլուխ 2-րդ տեքստ։ Թույլ տուր, որ սկսեմ Բհագավատա Պուրանայի շարադրանքը, այդ
Սուրբ գրքի, որին ինքը բարձրագույն Աստծո անձնավորություն, որը ինքը բարձրագույն Աստծո անձնավորությունը պատմել է մեծ իմաստուններին, հոգ տանելով այն մարդկանց բարիքի մասին, ովքեր զգայական հաճույքների փշրանքների համար իրենց դատապարտել են դաժան տառապանքների։ Հա, նույն տեսնում ենք, որ այստեղ տեքստը ինքը նույնպես հետաքրքիր տեքստ է, չէ, որտեղ ուրեմն լիքը քննարկելու թեմաներ ունենք։ Ուրեմն առաջինը, չէ, ուրեմն Վիդուրան, կներեք, Մայտրեյան, ինքը ինչ հայտարարություն արեց։ Առաջի հերթին Մայտրեյան խոսեց նրա մասին, որ այն հարցերը, որը դու ինձ տվեցիր, չէ, այդ հարցերը իրանք հնարավորություն են տալիս ինձ, հա, որպեսզի ես երկար խոսեմ Աստծո մասին։ Որտեվ երբ որ ինքը ասեց թույլ տուր, որ ես պատմեմ Բհագավատա Պուրանը, չէ, դա արդեն նշանակում է, որ մեր խոսակցությունը լինելու է երկար, չէ, տեսեք, ասենք, ես խոսակցություն եմ սկսել ձեզ հետ Բհագավատամի շուրջ, իհարկե, ես չեմ եղել Մայտրեյայի դիրքում, դուք ինձ ոչ մի հարցեր չեք տվել, ես ուղղակի իմ կյանքը ծախսել եմ այդ արիացիների սուրբ գրվածքների ուսումնասիրության վրա, հատկապես պերսոնալ, հա, եւ այդ իմաստով հաշվի առնելով մեր հասարակության, մեր պետության իրավիճակը, եկել եմ այն եզրակացության, որ ես դա հենց ամենասկզբից էլ ասել եմ, թե իմ մոտիվը խոսալու որն է, որ իմ գիտելիքը ինձ այդպես է ասում, որ որպեսզի մենք կարողանանք այս դժվար իրավիճակի մեջից պատվով դուրս գանք, մեր հասարակության մեջ պարտադիր պիտի առաջանան առաքինության գոյավիճակի մեջ գտնվող կենդանի էակներ, այսինքն ազնվորություններ, որոնք իրենք ապրում են հաստատված մաքրության մեջ։ Սա իմ համոզմունքն է։ Եվ որովհետև ես ուսումնասիրելով արիացիների քաղաքակրթությունը հասկացել եմ, որ իրանք հենց առաքինության գոյավիճակի ազդեցության տակ կենդանի էակներ էին եւ հենց դրա հաշվին է, որ միշտ Աստծո կողմից պաշտպանված էին։ Մեր իրականությունը ինքը կայանում է նրանում, որ մենք ամեն անգամ հույս ենք դնում Աստծո վրա, երբ որ մեզ ինչ-որ մի դժվար բան է սպասում, չէ՞, եւ 2000 տարի Գերագույն Աստծո անձնավորությունը համառորեն մեզ ցույց է տալիս, որ ինքը մեզ չի պաշտպանում, որտեղ իրականում մենք մշտական կորուստներ ենք ունենում։ Վերջնականում չի պաշտպանում, էլի, հասկանում եք, որտեղ պաշտպանելը դա չի նշանակում, որ գիտեք, այսպես է, էլի, ասենք, եթե մենք ծովից ծով երկիր ենք եղել, չէ, եւ ասենք ինչ որ մի պատերազմ է եկել մեր կյանք, որտեղ մենք փոքրացել ենք, մենք ասել ենք Աստված մեզ պաշտպանեց։ Բայց պաշտպանել դա նշանակում է, որ թույլ չտվեց, որ փոքրացնի ոչ մեկ։ Հասկանում եք։ Իսկ մենք այսպես գնաց, դարձավ այն ինչ որ կա, հիմա էլ բացարձակ ոչնչացման եզրին ենք, չէ՞ կանգնած։ Եվ ուրեմն ասենք տարբեր հայրենասեր մարդիկ իրենք տարբեր մտածելակերպ ունեն հիմա այդ հարցի շուրջ։ Ես ունեմ համոզմունք, որ այս իրավիճակից մենք կարող ենք դուրս գալ միայն եւ միայն ավելացնելով ոչ թե գոռոզ հայերի քանակությունը, այլ առաքինի հայերի քանակությունը։ Եվ ես ուղղակի որոշեցի, որ կսկսեմ փոխանցել գիտելիքը, որը կնպաստի դրան, որ նրանք, ովքեր մեր այս հանդիպումների հետ են շփվում, նրանք կամաց կհաստատվեն մաքրության մեջ։ Չէ՞, եւ ուզում ասեմ, ինձ ոչ մեկ հարց չի տվել, չէ՞։ Ես ինքս դուրս եմ եկել, ինքս սկսել եմ խոսել, բացատրեցի թե ինչու։ Բայց երբ որ ես սկսեցի խոսել, առաջի բանը, որ ես ասեցի, դա էր, չէ՞, որ մենք երկար տարիներ ենք քննարկելու այս ուրեմն գրվածքը, հա, որովհետև ինքը շատ խորը գրվածք է, շատ ծավալուն գրվածք է, 12 երկ ունի այս գրվածքը, հասկանում եք, եւ սա, ասենք, այն մանրակրկտությամբ, ինչպես որ մենք հիմա քննարկում ենք, անել արագ սա հնարավոր չի։
Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք, այո, ես մտահոգ եմ, որտեղ ես արդեն տարիքս մեծ է, եւ ես չգիտեմ, ես այդքան կյանք կունենամ, որպեսզի կարողանամ այս մեր հանդիպումները, ասենք, ավարտին հասցնեմ, որպեսզի մի լրիվ միջև վերջ Բhagavatam-ը ձեզ համար պատմեմ։ Չեմ իմանում կհասցնեմ թե չէ։ Չէ՞։ Բայց բոլոր դեպքերում պիտի ես զգուշացրել եմ, չէ՞։ Հիմա Մայտրեյան ինքը արեց նույն բանը։ Հասկանում եք, ինքը Վիդուրային ասեց, որ այն հարցերը, որը դու տվեցիր, որպեսզի ես պատասխանեմ այդ հարցերին, ես քեզ պիտի Բhagavata Purana-ն պատմեմ։ Այսինքն ինչ է նշանակում Bhagavata Purana։ Դա արդեն այն գրվածքն է, որը ներկայացնում է այդ գերագույն Աստծո անձնավորությունը։ Հասկանում եք, չէ՞։ Տեսեք, երբ որ խոսքը գնում է կարմա յոգայի մասին, այսինքն հոգևոր էտապի առաջի էտապի մասին, չէ՞, ուրեմն այնտեղ խոսքը գնում է, ինչպեսին է այնտեղ Աստված։ Այնտեղ Աստված ինքը անձնական կյանք չունի։ Հասկանում եք։ Այդ մակարդակի վրա կենդանիակները դեռ պատրաստ չեն ընդունեն, որ Աստված կարող է անձնական կյանք ունենալ։ Իրանք շահագրգռված են այն Աստծո մեջ, որի անձնական կյանքը բաղկացած է միայն նրանից, որ ինքը առավոտից երեկո զբաղված է նյութական աշխարհի խնդիրներով։ Սա է, չէ՞, առաջին մոտիվը։ Եվ այնտեղի գիտելիքը, դա բարոյականության կանոններն են, հա, որպեսզի մարդը ինքը կարողանա պաշտպանված լինի եւ նյութական աշխարհում երջանիկ կյանքով ապրի, չէ՞։ Եվ Աստված է, որը ինքը զբաղված է միայն այդ գործով։ Արարիչը, չէ՞։ Հիմա եկավ Գյանա յոգան, այսինքն իմաստության, ազատագրման, բայց եւ իմպերսոնալիզմի դաշտը, չէ՞։ Այնտեղ էլ, ասեք, այդ գրվածքներում էլ, այնտեղ եթե առաջի փուլում Աստված կա, ինքը բայց ինքը արարիչն է, որը զբաղված է միայն նյութական գործերով, չէ՞։ Ապա իմաստության դաշտում Աստված ընդհանրապես չկա։ Հա, բայց ես վերացավ։ Վերջնական ճշմարտությունը դա լույսն է։ Հասկանում եք, հա, կա Աստված, բայց այդ Աստվածը ինքը նյութական է, հզոր կենդանի էակ է, անշուշտ ինքը արարիչն է, SN է, բայց իրանից վերև այդ իմպերսոնալ լույսն է։ Չէ՞, տեսեք, այստեղ ընդհանրապես վերացավ։ Եկանք մտանք դհյանա յոգայի մեջ, մեդիտացիոն յոգայի մեջ, չէ՞։ Մեդիտացիոն յոգայում կենդանիակը ինքը հանդիպում է գերհոգուն։ Ով է գերհոգին։ Եթե ասենք առաջի դաշտում Աստված ինքը Լաքշմի Նարայանն է, չէ՞, այսինքն Աստված է իր կնոջ հետ, ապա դհյանա յոգայում Աստված ինքը մենակ է։ Որովհետև դա գերհոգին է, իսկ գերհոգին կենդանիակի սրտում մենակ է, այդտեղ իր տիկինը ընդհանրապես ոչ մի ֆունկցիա չունի, հասկանում եք, չէ՞, եւ ո՞րն է, իսկ գերհոգին ո՞րն է, գերհոգին նույնպես անձնական կյանք չունի, ինքը պրոստը կենդանիակի սրտի բանն է, վկան, գործողությունների վկան։ Всё։ Տեսեք, ոչ այնտեղ, այդ բուն Աստծո մասին, նույնիսկ արիացիների գրվածքներում, էլի, բուն Աստծո մասին ոչ մի բան չկա։ Այն մի դաշտում Աստված օգնեց կոպիտ պլանի վրա, այս մի դաշտում Աստված ուրեմն ներգրավված է նուրբ պլանի վրա։ Բայց ինքը անձնական կյանք չունի։ Հասկանում եք։ Հիմա, երբ որ արդեն գալիս է Բhakti յոգան, որտեղ կենդանիակը վերականգնում է իր կապը Աստծո հետ, այդտեղ գլխավոր կերպարը դառնում է Աստված, չէ՞։ Եվ այդ գլխավոր կերպարը, որպես ազնվորություն, որը ինքը անձնական կյանք ունի, չէ՞, ինքը ներկայացված է Բhagavatam-ում, հատկապես 9-րդ եւ 10-րդ երգում։ Աստված, եթե ես զգամ, որ այդ ժամանակ այնքան առողջություն ունեմ, որ կարող եմ դա անել, մենք անպայման ձեզ հետ 9-րդ երգի մեջ կմտնենք Ռամայանայի մեջ ու դուրս կգանք, նոր կմտնենք 10-րդ երգ։
Հասկանում եք սիրելի դերս, չէ՞։ Այսինքն դրա համար Վիդուրան ասեց մենք Մայթրեյան ասեց թույլ որ ես Բhagavatam-ը պատմեմ, որտեղ քո հարցերը իրանք մաքուր դվիրալի հարցեր են։ Իսկ մաքուր դվիրալին հետաքրքրում է Գերագույն Աստծո անձնավոր անձնավորությունը, այն նախասկզբնական Աստծո, որը ինքը ունի անձնական կյանք։ Իսկ դրա համար ես պիտի քեզ Բhagavatam-ը պատմեմ։ Բhagavatam-ը ինքը նույնպես, հիմա տեսեք, մենք ասենք գնում եք, չէ՞, ինքը նույնպես քննարկում է եւ տիեզերքի կառուցվածքը, մենք տեսեք երկրորդ երկում քննարկեցինք Գերագույն Աստծո ազնվորության նյութական մարմինը, չէ՞, Վիրատրուպան, որ ասեցինք, որպեսզի մարմին իրականում չկա, դա հավաքական կերպար է եւ այլն, չէ՞, հետո մտանք գերհոգու հետ կապված տեքստեր նայեցինք, չէ՞, եւ հիմա ասենք կամաց առաջ են գնում, այսինքն փիլիսոփայությունը նույնպես քննարկվում է, նույնպես քննարկվում է Վիշնուն, նույնպես կքննարկվի գերհոգին եւ միայն դրանից հետո կքննարկվի Գերագույն Աստծո անձնավորությունը իր անձնական կյանքով։ Սա շատ կարեւոր է, չէ՞։ Եվ ասենք մենք տեսնում ենք, որ ռեալ այն գաղափարները, որոնք այն գիտելիքը, որը ունեն արիացիները Աստծո վերաբերյալ, ուրիշ ոչ մեկ չունի։ Всё, այսպես էլի փակ խոսակցություն է, այդտեղ միայն գոռոզությունը, միայն համառությունը, այդ վատ իմաստով համառությունը կարող է հերքել ակնհայտ բաները։ Հա, հիմա ցելիներս, չէ՞։ Եվ ուրեմն առաջինը սա էր, ինչ որ ասեց բանը։ Հիմա տեսեք, հիմա Մայտրեյան ինքը բացատրեց, թե Բhagavata Puranան ինքը ընդհանրապես որտեղից է հայտնվել եւ ինչու։ Եվ ինքը ասեց, այս Բhagavata Puranան, չէ, ես պիտի պատմեմ քեզ Բhagavata Puranան, որը հենց ինքը Գերագույն Աստծո անձնավորությունը փոխանցել է մեծ իմաստուններին, հոգ տանելով նրանց մասին, նրանց բարօրության մասին, ովքեր որ զգայական վայելքի փշրանքների համար դատապարտել են իրենց տառապանքի։ Հա, այս տեքստը ինքը իրականում այսպես էլի շատ կարևոր տեքստ է, որ եթե մարդը ինքը, ասենք, այդ խորանա տեքստի իմաստի մեջ, ինքը նայի ինքը իր մեջ, ինքը կտեսնի, որ ինքը իրոք զգայական վայելքի փշրանքների համար պատրաստ է։ Ես ուրիշ բառ չեմ գտնում, իմ մեջ ինքը այդպես է ապրում, որ մենք նյութական աշխարհում ապրողներս մի փսոր զգայական վայելքի համար պատրաստ ենք մեր ներքին աշխարհում ցանկացած ոտնահարությունների կամ նսեմացումների ենթարկվել ու հանդուրժել այդ նսեմացումները, չէ՞։ Հիմա ուրեմն հիմնական իմաստը այս տեքստի ինքը կայանում է նրանում, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գիտելիքը տալիս է կարեկցանքից։ Ինչի համար։ Որովհետև ինքը տեսնում է, որ կենդանի էակները ինչ որ մի հատ անարժան գաղափարի խաթր իրենց դատապարտել են տառապանքի։ Հասկանում եք։ Այսինքն ամենակարևորը նա է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը նախաձեռնողն է, այսինքն նախաձեռնությունը իրենից է դուրս գալիս, որտեղ ինքը կարեկցանք է զգում։ Հա, երբ որ ինքը տեսնում է, թե այսինքն Գերագույն Աստծո անձնավորության տեսակետը ինքը ինչպիսին է։ Տեսեք, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գիտի մեր բոլորի հոգևոր մարմինները, հա, այսինքն ինքը երբ որ կոպիտ ասած արարել է հոգևոր աշխարհը, չէ, ինքը գիտի, թե մեզանից ամեն մեկը այդ հոգևոր աշխարհում ինչ տեղ ունի, ինչ անձնական կյանք ունի, ինչ երջանիկ լինելու հնարավորություն ունի, չէ, որը ինքն է նախատեսել մեզ համար։ Եվ հիմա ինքը տեսնում է, որ կենդանի էակները չհամաձայնվելով այդ իրենց հատկացված տեղի դիրքի հետ, չէ,
փորձ կատարելու համար, որպեսզի ինչ-որ տենց առավելություն ունենան ուրիշ կենդանիակների հանդեպ, չգիտեմ, մի հատ այդ էլի մանրահոգի գաղափարի պատճառով, չէ, գալիս են նյութական աշխարհ, ինչի համար իրար հետ պայքարելու այդ առաջնորդության, ինչ-որ վայելք կորզելու ձգտումների մեջ իրար հետ պայքարելու իրավունք ունենալու համար։ Հասկանում եք, եւ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդ դա է տեսնում, որտեվ ինչ է տեղի ունենում, երբ որ կենդանիակ եւ Գերագույն Աստծո անձնավորությունը, երբ որ ստեղծում է նյութական աշխարհը, այս ամենը լավ հասկանանք, չէ՞։ Ինքը այդ նյութական աշխարհում մեզ համար նախատեսում է այդ հնարավորությունը, որ այո, ուզում եք իրար հետ պայքարեք, խնդրեմ, ազատ եք, պայքարեք, վերջում բոլորիդ պատասխանի եմ հրավիրելու, բայց սկզբում ինչպես ուզում եք, այդպես իրար հետ վարվեք, չեմ խանգարելու։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դրա համար է, որ միշտ այդ պատասխանը, Աստծո պատասխանը միշտ գալիս է վերջում։ Դրա համար մարդիկ մեկ-մեկ մտածում են, որ ինքը արդար չի, որտեղ ամենասկզբից չկանգնացրեց։ Բայց նյութական աշխարհը ինքը հենց դրա համար է ստեղծված, որպեսզի կենդանիակները հնարավորություն ունենան իրականացնեն իրենց արատավոր ցանկությունները, սա պիտի հիշենք։ Հիմա Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը սա է տեսնում, որ կենդանիակները իրենք գիտեք ոնց էլ իր տեսանկյունից իրականում սա իսկական եսի ինչ չի էլի ինչ որ մենք ենք պատկերացնում։ Տեսեք ինքը ինչ է տեսնում, ինքը տեսնում է, որ կենդանիակը ինքը մի հատ էսքան փսոր բան է, չէ՞։ Այդ իր փսորության մեջ չի կարողացել ճիշտ գնահատի իր իրականությունը, հա։ Հիմա ինչ որ մի հատ գոյություն չունեցող բանի հետևից եկել է մի հատ ուրիշ տարածք, հա։ Ու ոչ մի կերպ էլ չի կարողանում այդ խաղի մեջից դուրս գա։ Չէ, որովհետև ամեն մի իր ծնված կյանքում ինքը ստիպված է լինում պայքար մղել։ Եթե լավ գործեր ունի արած, լավ ծնունդ է ստանում։ Հիմա նյութական աշխարհում հենց որ լավ ծնունդ է ստանում, հետը 10 հատ նախանձող է ստանում։ Հիմա էլ պիտի այդ նախանձողներից կարողանաս պաշտպանվես, որպեսզի այն ինչ որ ստացել ես, կարողանաս վայելես, չէ՞։ Նյութական աշխարհը ինքը այդքան պարզ աշխարհ չի, չէ՞։ Ասենք հատկապես աստվածամեժության դարաշրջանում մենք այդ իրականության մեջ ենք ապրում, մենք շատ լավ գիտենք, չէ՞, թե ինչքան դժվար է ընդհանրապես հատկապես աստվածամեժության դարաշրջանում լինել երջանիկ։ Այդ երջանիկ լինելու համար պիտի 5 մետրանոց զաբորներ սարքես, որ նախանձները պրոստը չտեսնեն, թե դու ոնց ես ապրում։ Չէ՞, հասկանում եք։ Հիմա տեսեք, եւ Գերագույն Աստծո անձնավորության հայացքը ինքը այդպիսին է, չէ՞, որ ինքը մի անգամ եկավ նյութական աշխարհ, մի անգամ այդ պայքարի մեջ մտավ, այդ պայքարի ընթացքում մի հատ գոնե անարդար քայլ կատարեց, всё, սկսվեց այն ինչ որ արիացիներն ասում են սաբսահարա, սկսվեց նրա ծնունդների շրջապտույտը, որից ինքը իրանով կյանքում այլևս չի կարող դուրս բրծնել։ Հա։ Եվ տեսեք Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կարեկցանք է զգում կենդանիակի այդ սխալի եւ այդ սխալի պատճառով իր այդ խճճվածության հանդեպ։ Եվ ինքը առաջինն է նախաձեռնություն ձեռնարկում, չէ՞, որ ինքը արարում է նյութական աշխարհը, ինքը անմիջապես Բրտեր Բրահմային անմիջապես տալիս է Բhagavata Purana, այսինքն իր մասին գիտելիքը, չէ՞։ Ուրեմն այս տեքստի այսպես գլխավոր իմաստը դա է։ Ես ասենք պայմանականորեն նույնիսկ իրանք ասեի, որ սա Գերագույն Աստծո ազնվորության կարեկցանքի մանտրան է։ Հասկանում եք, չէ՞, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը տալիս է գիտելիքը, որպեսզի կենդանիակին դուրս բերի այդ տառապանքի ծնունդների մահվան շրջապտույտից եւ նախաձեռնությունը Իրանն է։ Այսինքն Բhagavata Puranան կամ Աստծո մասին գիտելիքը ինքը ոչ թե
մարդկանց փնտրումների արդյունք է, հասկանում եք, այլ գերագույն Աստծո անձնավորության պատասխանն է այ ընկած հոգիների ցավի հանդեպ։ Դրա համար ինքը ասեց, չէ, որոնք իրենք դատապարտել են իրենց դաժան տառապանքների։ Վակտիվնո Տակուրը, երբ որ ինքը ներկայացնում է կենդանիակի անկումը, չէ, ինքը ասում է, առաջի բանը, որ մտնում է նյութական աշխարհում ապրող կենդանիակի մեջ, դա անարդար լինելն է։ Ինչի մեջ։ Կապվածությունների եւ ատելությունների։ Հա, այսինքն առաջի բանը, որ կենդանիակը ինքը անում է, մտնելով նյութական աշխարհ, ինքը հրաժարվում է ճշմարտությունից։ Հրաժարվում է ճշմարտությունից, չէ, եւ այդ հրաժարման մեջ դառնում է անարդար, այդ անարդարության մեջ պատրաստ է դառնում գործել դաժան արարքներ։ Всё, աշխարհը լցվեց տառապանքով։ Եվ այդ դրա հանդեպ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կարեկցանք է զգում։ Եվ այս տեքստով Մայտրեյան ինքը խոսում է նրա մասին, որ իրական հոգևոր գիտելիքը երբեք մարդու փնտրտուքների հետևանքը չի։ Այդ գիտելիքը տալիս է ինքը գերագույն Աստծո անձնավորությունը։ Ես բազմիցս նշում եմ ամենապրիմիտիվ, դրանից եկող դրանից ցածր, ասում պլինտուսից ցածր, հա, դրանից ցածր արգումենտ չկա։ Եթե ուզում եք հասկանաք գաղափարախոսությունը ինքը աստվածային է, թե մարդու կողմից արարված, անմիջապես նայում եք, ինքը իր մեջ շովինիզմ պարունակում է, թե ոչ։ Հա, հիմա տեսեք, ասենք, հիմնականում, այստեղ կներեք էլի, օբյեկտիվ ճշմարտությունը դա է, հետո որ չփորձեն էլի ինձ մեղադրեն, որ ես տղամարդկանց վատ եմ վերաբերվում, որտեղ իրականում իրական տղամարդկանց ես շատ լավ եմ վերաբերվում, իրանք շատ կարևոր դեր են կատարում մարդկային հասարակության մեջ, ամբողջ պատասխանատվությունը իրականում տղամարդկանց վրա է։ Աստվածամերժության դարաշրջանում թույլ տղամարդիկ իրանք փորձ են կատարել պատասխանատվությունը գցել կանանց վրա։ Էմոցիան երբեք չի կարող լինի պատասխանատու։ Պատասխանատու է միշտ բանականությունը։ Եվ այսպես ուրեմն սերիներս, չէ, աստվածամերժության դարաշրջանում շատ են այդպիսի փորձերը, երբ որ մարդը ինքը այսպես կոչված սուրբ գրվածք է գրում, եւ ես միշտ ասում եմ, ասել եմ, ասելու եմ։ Շատ པարզ սիմպտոմ կա։ Ուղղակի երբ որ նայում եք այդ գրվածքի մեջ, անմիջապես նայում եք այդ գրվածքի մեջ շովինիզմ կա թե ոչ։ Հենց որ կա շովինիզմ, անմիջապես նշանակում է, որ այդտեղ կպել է, դու այստեղ չեմ կարող էլի այդ բառը չասեմ, տղամարդու ձեռքը, որովհետև սովորաբար շովինիզմը միշտ վերաբերվում է տղամարդուն, որտեղ տղամարդը ինքը իրեն հայտարարում է ինչ-որ աստվածային, ամեն ինչի իրավունք ունեցող, տղամարդը ինքը իրավունք ունի եւ տկլորման գա, եւ գայթակղի, եւ բռնաբարի, եւ էսանի, եւ այնանի, կինը ինքը պիտի սև շորքցի վրան ու ձայնը կտրի ընդհանրապես։ Հասկանում, դա շովինիզմի դրսևորում է, հասկանում եք, չէ՞։ Այսինքն կամ մարդը ինքը այնպիսի գրվածք է գրում, որտեղ տուժում են կենդանիները եւ բնությունը, դա նույնպես շովինիզմ է, դա էլ մարդկային շովինիզմն է, չէ՞։ Եվ ասեք, երբ որ շովինիզմի բանը կա, դա միանգամից նշանակում է, որ դա մարդու կողմից է, մարդը ինքը չի կարող, հասկանում եք, հաղթահարի իր պայմանավորված վիճակը։ Ամեն մի մարդ ինքը խոսում է կամ ապրում է կամ գործում է այն գոյավիճակի համապատասխան, որի ներկայացուցիչն է ինքը։ Հասկանում եք։ Եվ եթե անձնավորությունը ինքը իր հոգեբանությամբ տգիտության գոյավիճակի ներկայացուցիչն է, չէ՞, ինքը ավիրումներից, բռնությունից, անարդարությունից, դաժանությունից բացի ոչ մի տառ չի կարող գրի կամ չի կարող ոչ մի գաղափար առաջարկի մարդկությանը, դրանից կողմ էլի, հասկանում եք, եթե անձնավորությունը ինքը կրքերի գոյավիճակի մեջ է, չէ, ուրեմն ինքը այդ զգայական վայելքի մեջ առավելություն է տալու միայն իրեն,
Հա, չէ, դու ես իրավունքը, ես միշտ ասում եմ, տկետները իրանք տանում են այնտեղ, որ դու իրավունք չունես վայելելու իրավունք ունեմ միայն ես, ստրկատիրական հասարակություն, հա։ Մյուսները իրենք գրքոտները իրանք առաջ են քաշում ուրիշ գաղափար։ Դու էլ իրավունք ունես վայելելու, բայց ես պիտի վայելեմ ավելի շատ եւ ավելի առաջինը քան դու։ Սա կոչվում է դեմոկրատական ազատ երկրներ։ Սա է գաղափարն էլի, հասարակություն։ Եվ միայն հոգևորն է, իրական հոգևորն է, որ ասում են բոլորը հավասար են եւ բոլորը պիտի վայելեն այնքան, ինչքան որ արժանի են։ Վերջ։ Արժանացի ունեցի։ Այ հենց որ դու արժանացար, ոչ մեկ քեզ չի խանգարելու, որ դու վայելես։ Եվ տգիտության, այսինքն ստորկատիրական հասարակության մեջ, եւ դեմոկրատական եւ ազատ քաղաքակրթության մեջ, երբ որ դու ինչ-որ մի բանի հասնում ես, քո ձեռքից կարող են խլել։ Իսկ առաքինության գոյավիճակը ինքը այսինքն այդտեղ կարողանում է իրականանա համընդհանուր երջանկությունը միայն դրա հաշվին, որ ընդհանուր հասարակությունը ինքը այնպես է կառուցված, որ ոչ մեկ հնարավորություն չունի ոտնձգություններ անի ուրիշի արժանիքի վրա։ Всё։ Հասկանում եք, չէ՞, եւ չկա կեղծավորություն, որտեվ ասենք մենք կարող ենք ասել, որ դեմոկրատական կամ ազատ երկրները իրանք նույնպես օրենքի դաշտում, չէ, ընդունում են այնպիսի օրենքներ, որպեսզի մարդու իրավունքը, նրա արժանինքները պաշտպանված լինեն։ Չէ՞։ Եթե դա իրոք հաջողվում է, իսկ կրկոտները չեն կարող իրանց այդպես պահել։ Դրա համար բանտերը լիքն են։ Որտեվ կատարողները իրանք առաքինի չեն։ Հասկանում եք, եւ այնտեղ որտեղ որ հաջողվում է առաքինության գոնե 5% բանանել իրականացնել, չէ՞, այդպիսի երկրներում բանտերում համարյա մարդ չկա։ Մենք այդպիսի փորձեր ունենք, չէ՞, մեր մոլորակի վրա։ Հասկանում եք։ Հիմա ուրեմն այս տեքստը ինքը դրա մասին է, որ դա Բհագավատա Պուրանան, այսինքն ինչ որ մենք ձեզ հետ քննարկում ենք, դա մարդու կողմից հասկացված գիտելիք չի Աստծո մասին, այլ դա գերագույն Աստծո ազնվորության բանն է, նախաձեռնությունն է որպես ողորմածություն, որպես կարեկցանք նյութական աշխարհում ապրող եւ այնտեղ տարապող կենդանի էակների վերաբերյալ, չէ՞։ Հիմա ինչ որ վերաբերվում է տեքստի հոգեբանական կառուցվածքին, չէ՞։ Եթե մենք արդեն որտեղ ամեն մի տեքստ ինքը ունի իր հոգեբանական ազդեցությունը, եւ եթե մենք այդ տեքստը սխալ ենք հասկանում, ապա մենք մեր վրա հոգեբանորեն սխալ բան ենք կրում, ազդեցություն ենք կրում։ Եթե մենք հոգեբանորեն այդ տեքստը ճիշտ ենք հասկանում, մենք ճիշտ հոգեբանական ազդեցություն ենք կրում։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք օրինակ, երբ որ սուրբ գրվածքների մեկնությանը մոտենում են կեղծարարները, իրանք միշտ այդտեղ խեղաթյուրումներ են, իսկաժենիա, այդ որ խեղաթյուրում են ճշմարտությունը իրենց շահի համապատասխան, չէ՞։ Երբ որ այդ իրենց շահի համապատասխան ճշմարտությունը ինքը խեղաթյուրվում է, հոգեբանական տեսանկյունից լրիվ այլ արդյունք է ստացվում, չէ՞։ Եվ մարդը փոխարեն ինքը ազատագրի իր հոգուն, քանի գնում այդքան իր հոգին ավելի ու ավելի գերի է դառնում այդպիսի կեղծարարի ուրեմն ճանկերում, չէ՞։ Հիմա հոգեբանության տեսանկյունից, չէ, այս տեքստը ինքը խոսում է գերագույն Աստծո ազնվորության մի շատ կարևոր որակի մասին։ Չէ, տեսեք, չասվեց, չէ, այն եւ Աստված Ադամին ու Եվային դուրս շպրտեց դրախտից եւ անիծեց, գնացեք, տառապեք, տառապանքի մեջ երեխա ունեցեք, տառապանքի մեջ հաց ստացեք, այս արեք, այն արեք, ես ձեր հերն եմ անիծել։ Այսպես էլի կոպիտ ասած, չէ։ Մենք տեսնում ենք, որ այս տեքստը ինքը շատ նուրբ է, ինքը ուրիշ Աստծո է ներկայացնում, որովհետև այստեղ հոգեբանության տեսանկյունից մենք կենդանիատներին կշտամբող ոչ մի բառ չտեսանք։ Մենք տեսանք գերագույն Աստծո ազնվորությանը, որը ինքը կարեկցանքով է վերաբերվում այն կենդանի էակների հանդեպ, որոնք իրենք սխալ գաղափարից
ընտրել են նյութական գոյությունը, հա, եւ այստեղ մենք տեսանք, որ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը չի կշտամբում ընկած հոգիներին, այլ պատասխան է տալիս նրանց ցավին, հա, առաջարկելով նրանց ճանապարհ դեպի հետ, դեպի այնտեղ, որտեղ ինքը ապահովում էր կենդանի էակների երջանկությունը, հա, այսինքն այս տեքստը ինքը գերագույն Աստծո անձնավորության հասուն սիրո մասին է, հասկանում եք, որտեղ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդ գիտելիքը տվել է ոչ թե մեղադրելու համար, այլ փրկելու, հասկանում եք, եւ սա ինքը շատ կարևոր գաղափար է, եւ եթե մենք այստեղ ուշադրություն չդարձնենք, թե ասենք աստվածային գիտելիքը ինքը ինչի արդյունք է, չէ՞, տեսեք, հիմա մենք ասվեց կենդանի էակներ, որոնք իրենք զգայական վայելքի փշորի համար իրենց դատապարտել են տառապանքի, չէ՞, տեսեք, մենք միանգամից մենք հայտնվեցինք հոգեբանորեն ինչ-որ մի հատ ընկճված վիճակի մեջ, չէ՞, որտեղ մեզ մեղադրեցին, որ մենք փոքր հոգի ենք, բայց դա կարևորը, որ մենք այստեղ պիտի լսենք, որ գերագույն Մայտրեյայի ասած տեքստի մեջ գերագույն Աստծո անձնավորության կողմից մեղադրանքի տրամադրություն չկար, այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք այդ պիտակը չընկալենք որպես մեր հանդեպ մեղադրանք, որովհետև գերագույն Աստծո անձնավորությունը ասվեց, որ ինքը կարեկցեց, ինչին, կենդանի էակի սխալին, ինքը ինչ ասեց, որտեղ մի հատ փոքր բանի համար կենդանի էակը իրան դատապարտեց տառապանքի, այդ ինչի մասն էր, այդ գերագույն Աստծո անձնավորությունը ինչ հայացք ունի դրա վրա, ինքը ասեց, կենդանի էակը չի գնահատում, որ չնչին բանի համար է, ինքը իրան տառապանքի դատապարտում, հասկանում եք, եւ սա սխալի մասի դա խոսքը, որ ոչ թե ինքը ինչ-որ չարամիտ, եսի մեջ, ինքը չի գնահատել, ինքը չի կարողանում, մինչև հիմա էլ հազարավոր կյանքեր է ապրել նյութական աշխարհում, բայց չի կարողացել գնահատի, որ չնչին բանի համար է իրան տառապանքի դատապարտում, հասկանում եք, եւ սա շատ կարևոր է, այսպիսի տեքստերում, չէ, որտեղ որ ստույգ գնահատական է տրվում կենդանի էակի նյութական գոյությանը, շատ կարևոր է, որպեսզի մենք զգանք, որպեսզի մենք տեսնենք, որ տեքստը ինքը մեղադրական չի, հասկանում եք, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հակառակը, ուղղակի հակառակը, կարեկցանքով է վերաբերվել մեր այդ սխալի հանդեպ, եւ ինքը խոսացել է, տվել է այդ գիտելիքը նյութական աշխարհում, ոչ թե նրա համար, որ կշտամբի կենդանի էակին, այլ նրա համար, որ փրկի մեզ, հասկանում եք, եւ մյուս կողմից, ինքը, եթե մենք այդպես ենք արդեն ընկալում այս տեքստը, ապա ինքը ինչ է անում մեր հետ, ինքը այստեղ մենք ճիշտ ենք ընկալել տեքստի ամեն մի բառը, չէ, եթե այս տեքստի մեջով անցնելով, մենք ձևավորում ենք այդ հասկացողությունը, որ հոգևոր գիտելիքը դա մեր դեղն է, հասկանում եք, մեր դեղն է բուժելու, շտկելու մեր սխալը, հասկանում եք, չէ, հիմա տեսեք, մյուս կողմից կա մի շատ կարևոր թեմա, որն է այդ կարևոր թեման, այդ կարևոր թեման ինքը կայանում է նրանում, չէ, որ կենդանի էակները իրանք մարդիկ էլի, իրանք կան, այսպես երկու մասի են բաժանվում, չէ, կան մարդիկ, որոնք իրանք գրագետ են, կրթված են, եւ իրանք անպայման գոռոզություն ունեն։ Եվ իրանք անպայման համարում են, որ այս գիտելիքը ինքը այսպես իրանց համար է, չէ, բայց այստեղ ասեց
կարեկցանք ընկածների հանդեպ։ Այսինքն գերագույն աստվածավորությունը ինքը հոգևոր գիտելիքը տալիս է որպես պատասխան։ Ես նորից եմ կրկնում այդ նույն տրամադրությունը, որպես պատասխան ընկած հոգիների այն ցավի հանդեպ, որի մեջ իրանք հայտնվում են։ Հասկանում եք։ Այսինքն, այստեղ համ էլ դա է որոշվում, որ այս գիտելիքը ինքը միայն ընտրյալների համար չի, ինքը բոլոր տառապողների համար է, բացարձակապես բոլոր։ Իսկ աստվածամեժության դարաշրջանում սա կարևոր թեմա է, որտեղ տառապում են բոլոր խավերի ներկայացուցիչները։ Ամեն մեկը ունի իր տառապանքի կետը, իր լարվածության կետը, բայց լարված են եւ տառապում են բոլորը։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա, տեսեք, այս կողմի այդ տեսանկյունից արդեն ոչ թե հոգեբանական տեսանկյունից, այլ այդ սրտի մաքրագործման տեսանկյունից, չէ՞, եթե անձնավորությունը ինքը գոռոզությամբ է մոտենում, որ ինքը այս գիտելիքը իր համար է նախատեսված, չէ՞, օրինակ կար մի անձնավորություն, որին ես շատ հարգում էի։ Ոչ թե հարգում էի, գիտեք, եթե սխալ խոսք ասեցի։ Ես իրան գնահատում էի որպես ինչ-որ պերսպեկտիվա, էլի, ինչ-որ պոտենցիալ ունեցող անձնավորություն, չէ՞։ Եվ երբ որ ես պատրաստվում էի այս process-ը, ուրեմն բան անել, սկսել, առաջի մի քանի դասախոսությունից հետո այնպես ստացվեց, որ հանդիպեցի այդ անձնավորությանը, ես այսպես ուրախ տրամադրության մեջ, ասի երևի տեղյակ եք, չէ, ինչ եմ սկսել, եւ գիտեք, ես հիմա պատմեմ, որ զգաք, թե ես այդ պահին ինչ եմ զգացել։ Այդ մարդը ինքս այսպես հետ նստեց, ոտքը գցեց ոտքին, ու այսպես ասեց, այո, իհարկե հասկանում եմ, դուք պատրաստվում եք խոզերի առաջ մարգարիտներ փռել։ Իրականում ինքը չհասկացավ, որ ես հենց այդ իր նախադասությունից հետո եմ դադարել իր հետ շփվելուց։ Հասկանում եք։ Երբ որ այդ մասշտաբի եւ ասենք մարդ է, որը ինքը չեմ ուզում էլի բանանեմ, մարդ է, որը ինքը հավակնություն ունի, որ կարող է, ասենք, հասարակության մեջ ինչ-որ կարևոր դեր կատարել։ Այդպես վերաբերվելով, ասենք, այսպես ասեմ, սովորական մարդկանց, չէ՞։ Տեսեք, իսկ այս տեքստերը, չէ՞, օրինակ, եթե մենք այս տեքստը հիմա ճիշտ ընկալենք, չէ՞, որ ինքը գերագույն անձնավորությունը, որից ավելի բարձր անձնավորություն ընդհանրապես չկա, չէ՞։ Ու ինքը այսպես ինչ-որ բանով չի բանում, դա լավ է, վեցեք, այսպիսի բաներ չկա, գնացեք մեռեք, ոչ էլ այսպիսի բան կա։ Խոսացվեց նրա մասին, որ ինքը կարեկցանքից դրծված, հիմա մեծագույն իմաստուններին, ինչու հենց իմաստուններին, որովհետև իմաստուններն են, որ չեն աղավաղի գիտելիքը, հա, իմաստուններն են այն, ոնց ասեմ, այդ չիստի սասուտ, այն մաքուր բանը, որը իր մեջ կվերցնի այդ գիտելիքը եւ նույն մաքրությամբ կպահպանի եւ կտարածի բոլոր կարեկցողներին, բոլոր տառապողներին, հասկանում եք, չէ՞։ Եվ այն գաղափարները, որ այս տեքստը առաջ է քաշում, չէ, սրտի մաքրագործման տեսանկյունից շատ մեծ դեր պիտի կատարի, հա, չօգտագործել գիտելիքը որպես գոռոզության հիմք։ Հա, այսինքն այստեղ պիտի ջարդվի միանգամից, եթե կա այդպիսի բան, պիտի ջարդվի, եթե անձնավորությունը ինքը մտածում է, որ ճշմարտությունը ինքը տրված է միայն, ուրեմն, ընտրյալներին, հա, տեսեք, չէ, որովհետև այստեղ ընտրյալի գաղափար առաջ քաշվեց, ինքը ասեց մեծագույն իմաստուններին, այսինքն ընտրյալներին տվեց, բայց ում համար, ինքը ընտրյալներին տվեց, որովհետև այդ ընտրյալները ոչ թե դա պիտի օգտագործեին իրանց գոռոզությունը փայփայելու համար, մենք ընտրյալ ենք, մեզ Աստված վստահեց, ոչ, այլ պատասխանատվությամբ են վերաբերվում, այո, որովհետև Աստված իրենց վստահել է, որ գիտելիքը չաղավաղվի եւ չաղավաղված վիճակում տրվի բոլոր տառապողներին, այսինքն իրականում նյութական բոլոր կենդանիակներին, հասկանում եք,
այն ամենավերջի հանցագործից մինչև ամենավերջի սուրբը։ Սա պիտի մաքրագործման տեսանկյունից սա պիտի հասկանա, չէ՞, որովհետև այստեղ երևում է, որ գիտելիքը ինքը իջնում է, ոչ թե մենակ նրա համար, ովքեր որ տառապում է, ոչ թե բան էլի, որ գիտելիքը հակառակը կներեք, որ գիտելիքը ինքը իջնում է հենց նրանց համար, ովքեր որ տառապում են, չէ՞, եթե նույնիսկ իրանց տառապանքի պատճառը իրանց բանն է էլի, ես չեմ ուզում ասեմ հիմարությունը, ես այդտեղ միշտ ասում եմ դմբլոյությունը, այ որ դմբո են էլի, հասկանում եք, եւ այս տեքստը ինքը միանգամից պիտի բոլոր են հոգևոր, բոլոր են ազնվորությունների մասին, որոնք իրենց թույլ են տալիս ինչ-որ մի բան սովորացնել մարդկանց, չէ, պարտադիր մի հատ իրանց սիրտը ստուգեն, որ իրանք դա անում են փափուկ եւ կարեկից սրտով, այլ ոչ թե, այսպես էլի, ուսուցանողի դիրքում հայտնվող եւ իր կեղծ եսը շոյող, որ ես ինչ-որ մի մարդ եմ, որ կարող եմ նրան մատթավ տալով ինչ-որ բան սովորեցնեմ։ Այս տեքստը ինքը այդ իմաստով շատ փափուկ տեքստ էր եւ հույսով եմ, որ մենք բոլորս կվերցնենք այս տեքստի տրամադրությունները եւ այն մեզ կօգնի գնահատել եւ Գերագույն Աստծո ազնվորության վերաբերմունքը մեր նյութական գոյության հանդեպ, չէ՞, եւ մեզանից ամեն մեկը, ով հոգևոր կյանքում գոնե մի թեթև առաջընթաց կունենա, միշտ պետք է հոգ տանի, որպեսզի ինքը նույնպես, ասենք, այդ գիտելիքի հիմքի վրա օգնի նրանց, ովքեր որ տառապում են, եթե այդ օգնության կարիքը կա, չէ՞, բայց երբեք չանի դա գոռոզության պլատֆորմայից, որովհետև իրականում բոլորս, ովքեր գտնվում ենք նյութական աշխարհում, բոլորս կատարել ենք նույն սխալը։ Եվ ուղղակի լոկալ կյանքում կարող է էրուդիցիայի տեսանկյունից կամ լավ ճակատագրի, բարեպաշտության տեսանկյունից մի քիչ ավելի բարձր դիրք ունենք, քան որը ինչ-որ մի ուրիշ ազնվորություններ, եւ դա չի կարող լինել գոռոզության հիմք, որովհետեւ ընդհանուր առմամբ մենք բոլորս, կոպիտ ասած, նույն հիմարությունն ենք արել հայտնվելով այս աշխարհում։ Եվ բոլորս նույն գիտելիքի եւ նույն մաքրագործման process-ների կարիք ունենք, որպեսզի այդ մեր արած հիմարությունը շտկենք։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, ստեսություն։